Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածում կխոսենք տղամարդկանց առողջությունից։ Դեռևս վերջին ամիսների ընթացքում բազմիցս անդրադարձանք կանանց առողջությանը, խոսեցինք պահպանման, առողջ ապրելակերպի եւ տարբեր հիվանդությունների մասին եւ այսօր կխոսենք տղամարդկանց առողջությունից, մասնավորապես քննարկելու ենք սեռական խանգարման ամենատարածված տեսակներից մեկին՝ վաղաժամ սերմնաժայթքումը։ Այսօրվա իմ հյուրն է հայ-ամերիկյան կենտրոնի սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը, ում հետ կքննարկենք այս խնդրի տարածվածությունը, հիմնական դրսևորումները եւ իհարկե արդի մոտեցումներն ու վարման ամենագրագետ, այսպես ասած, լուծումները։ Ողջույն, Բժիշկ Հակոբյան, շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Եկեք նախ խոսենք ինչ է իրենից ներկայացնում վաղաժամ սերմնաժայթքումը, ինչու է այդքան տարածված եւ իհարկե առհասարակ որն է նորման, ինչպես է տարանջատվում նորման եւ վաղաժամը։ Վաղաժամ սերմնաժայթքումը իրապես համարվում է սեքսոլոգիական խանգարումներից ամենատարածվածը եւ ըստ էության այն մեծ դժվարություն եւ մեծ խնդիրներ է հարուցում զույգի համար։ Ինչու, որովհետև հիմնականում ախտորոշվում է այն դեպքում, երբ որ տեղի է ունենում հարաբերության ժամանակ սերմնաժայթքումը մինչև սեռական հարաբերություն սկսելը, կամ անմիջապես ներհրումից հետո, կամ մինչև 1 րոպեն։ Շատ կարևոր ախտորոշիչ կրիտերիա է նաև տղամարդու հարաբերության տևողությունը վերահսկելու անկարողությունը, ինչը զույգի համար մեծ խնդրեմ է եւ անվստահություն է առաջացնում։ Հաճախ վաղաժամ սերմնաժայթքումը այն աստիճան է արտահայտված լինում, որ կարող է հանգեցնել նույնիսկ անպտղության։ Ինչու, որովհետև եթե իր ամենաարտահայտված տարբերակն է, այսինքն նույնիսկ մինչև ինտրոյեկցիան, այսինքն մինչև ներհրումն է տեղի ունենում սերմնաժայթքումը, դա կարող է հանգեցնել արդեն տղամարդու անպտղության, որը արդեն իսկ բացի սեքսոլոգիական խնդրից նաև իր հետ բերում է նաև անպտղության լուրջ խնդրեմ։ Այո։ Արդյոք կարող ենք ասել, որ սա բացի ֆիզիոլոգիական, նաև շատ հոգեբանական կոմպոնենտ է պարունակում եւ ինչպես ենք տարանջատում, սկզբից բացառվում է օրգանական խնդիրը, հիվանդությունը, հետո արդեն հոգեբանական, թե ի սկզբանե եթե եկավ օրինակ բուժառուն տվյալ խնդրով, միևնույն է երկու կոմպոնենտն էլ հաշվի առնվում։ Պետք է ասել, որ վաղաժամ սերմնաժայթքումը ունի երկու տեսակ՝ առաջնային եւ երկրորդային։ Առաջնային տեսակ, երբ որ անհատը հենց սեռական կյանքը սկսելուց այդ դրսևորվում է։ Երկրորդային տեսակը, երբ որ որոշակի ժամանակահատված նորմալ տևողության պայմաններից հետո նոր արձանագրում է վաղաժամ սերմնաժայթքում։ Սա երկրորդային տեսակն է։ Առաջնային վաղաժամ սերմնաժայթքումը դա բարդ պաթոլոգիկ process է, պայմանավորված է ուղեղի պարացենտրալ բլթերում գտնվող սերմնաժայթքման կենտրոնի եւ սպինալ կենտրոնի, այսինքն ողնուղեղում տեղակայված սերմնաժայթքման կենտրոնի վերահսկող կապի խանգարման որպես արդյունք։ Ինչու, որովհետև պետք է մարդը, ընդհանրապես տղամարդը կարողանա կառավարել սերմնաժայթքման տևողությունը, այսինքն վերահսկել եւ պետք է հարաբերությունը ավարտվի այն ժամանակ, երբ որ զույգերը ցանկանում են, այսինքն դա պետք է լինի վերահսկելի, որպեսզի տևողությունը լինի երկուստեք բավարար, հոգեսեքսուալ բավարարվածություն ստանալու համար։ Ուստի այս առումով բավականին մեծ տագնապ եւ անհանգստություն է առաջացնում զույգի մոտ, որովհետեւ կնոջ մոտ սա ընկալվում է որպես կամ զուգընկերու մոտ սա ընկալվում է որպես իր ոչ բավարար գրավչության նշան, կամ տղամարդու պարագայում դա արձանագրվում է որպես կամ ընկալվում է որպես ոչ բավարար տղամարդկություն ունենալու այդպիսի նշան, եւ ցավոք սրտի կարող է պատճառ հանդիսանալ նաեւ սեռական կյանքից հրաժարվելուն։ Մենք բուժումը իրականացնում ենք բազմա կոմպոնենտ, հաշվի առնելով արդյոք ստեղ կան նաև ֆիզիոլոգիական խնդիրներ, արդյոք կան նաև նյարդային իմպուլսի հաղորդականության խնդիրներ, կամ որ փսիխոէմոցիոնալ խնդիրներ, այսինքն համալիր բուժում ենք իրականացնում եւ բուժումը լինում է բավականին արդյունավետ։ Կախված ինչի միջով է անցնում բուժառուն եւ ինչ պահանջմունքներ հենց իր դեպքը ունի, կարելի է ասել, որ այստեղ տեսեք տագնապ, ինչպես դուք ասացիք, կարող է իրոք տղամարդը մատնվել տագնապի եւ մտածել, ինչպես դուք մեկնաբանեցիք, բավարար տղամարդ չլինելու հարցադրում իր մոտ լինի, այս դեպքում այդ հուզական ապրումները, տագնապը կամ մասնագետի չդիմելը ինչով է վտանգավոր, կամ տագնապը կարող է ավելի վատացնել վիճակը։ Այո, այն իրավիճակը, երբ որ անհատի մոտ կա այսպիսի մտածողություն, որ կարող է հարաբերությունը էլի վաղաժամ ավարտվել, սա հանգեցնում է նրա մոտ արդեն տագնապայնության բարձրացման։ Այդ ստրեսային իրավիճակը բացասական հետադարձ կապի մեխանիզմով առաջ է բերում հենց վաղաժամ սերմնաժայթքում։
Իհարկե, անպայման այս խնդիրը պետք է բուժել։ Ինչու՞, որովհետև այդ կարող է բացական հետադարձ կապի մեխանիզմով, արատավոր ուղղակի մեխանիզմով առաջ բերել նաև էրեկցիայի խանգարումներ, նաև սեռական ցանկության նվազման հանգեցնել եւ առաջացնել զույգի սեքսուալ աներդաշնակություն։ Ուստի այս պարագայում ցանկալի է հենց ի սկզբանե սկսել բուժումը։ Ասեմ, որ պետք է նախ տարանջատենք, արդյոք վաղաժամ սերմնաժայթքումը այս պարագայում որպես հիվանդություն է, թե կարող է դրսևորվել որպես ինչ որ մի էպիզոդ, որը որևէ հիվանդության մասին չի խոսում։ Դիցուք, եթե անհատը չունի ռեգուլար սեռական կյանք, ապա պարզ է, որ հնարավոր է հարաբերությունը ավարտվի ավելի վաղաժամ, եւ սա պետք չէ դիտարկել որպես հիվանդություն։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը կարող է դիտվել վաղաժամ սերմնաժայթքում, եթե անհատի մոտ առկա է երկարատև աբստինենտ շրջան, այսինքն երկարաժամանակ նա չէր ունեցել սեռական կյանք։ Ուստի այս պարագայում կարող է դիտվել, բայց եթե անհատի մոտ առկա է ռեգուլար սեռական կյանք եւ ոչ երկար աբստինենտ շրջաններ, ապա եւ եթե դրսևորվում է վաղաժամ սերմնաժայթքում, ապա ախտորոշվում է որպես խնդիր։ Ասեմ, որ սերմնաժայթման խնդիրները կարող են լինել ինչպես վաղաժամ, այնպես էլ ուշացած կամ դժվարացած սերմնաժայթքում, որը փոքր-ինչ ավելի քիչ հանդիպող խնդիր է, սակայն ներկայումս սկսել է ավելի հաճախ հանդիպել։ Ինչ է տեղի ունենում, երբ որ հարաբերության ընթացքում տղամարդը դա հակառակ պաթոլոգիան է, երբ որ չի կարողանում ավարտել հարաբերությունը եւ վագինալ հարաբերության ժամանակ ունենալ սերմնաժայթքում։ Սա իր հերթին կարող է հանգեցնել նաեւ անպտղության խնդրի դրսևորման եւ ասեմ, որ ներկայումս շատ տարածվել է այս խնդիրը։ Ինչու, որովհետեւ շատ հաճախ տղամարդկանց կյանքում պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը եւ մաստուրբացիան սկսել է ավելի մեծ տեղ զբաղեցնել, ինչը նաեւ կարող է հանգեցնել կլասիկ դասական հարաբերության ժամանակ սերմնաժայթման անկարողության կամ դժվարացման եւ անհրաժեշտություն է առաջանում անպայման մաստուրբացիայի կամ ձեռքային ստիմուլյացիա, որպեսզի տղամարդը կարողանա վերջացնել հարաբերությունը։ Սա բավականին խնդրահարույց է եւ զույգերի մոտ կարող է նաեւ պատճառ հանդիսանալ անպտղության, ինչպես նաեւ ընդհանուր պսիխոէմոցիոնալ անբավարարության։ Ու ստացվում է, որ այստեղ արատավոր օղակի նման ինքնաբավարարումը, այսպես ասած, առաջին տեղ է գալիս եւ ելի խուսափում է շփումից, հարաբերությունից կամ լուծումից, ու դա էլ բերում է ել ավելի շատ ուշացման, ինչպես դուք ասացիք, փաստորեն, այստեղ եւս արատավոր օղակ է։ Ու հետաքրքիր հասկանալ, երկու դեպքում էլ փաստորեն իրոք տղամարդը չի կարողանում կառավարի այդ պահը հարաբերությունը, ստացվում է, որ երկու ստեկ միևնույնն է, թե ուշացման, թե վաղաժամի դեպքում միևնույն է մասնագետի օգնությունը ու ժամանակին դիմելը խիստ կարևոր է, որովհետև շատերը սկզբից դիմում են ինչ են անում, չգիտեմ, միգուցե կիսվում են ընկերների հետ, միգուցե ալկոհոլ են օգտագործում կամ դեղամիջոցներ, արդյոք կա ձեր պրակտիկայում, օրինակ բուժառուն մինչև բժշկի դիմելը պարբերաբար նման դեպքերում մտերմությունից առաջ ալկոհոլ օգտագործի կամ հաբեր որոշակի, որոնք գիտի, որ իրեն կարող են օգնել։ Այո, ցավոք սրտի սա հաճախ հանդիպող երևույթ է, մարդիկ մինչև բժշկին դիմելը ինչ ասես, որ էլ չեն փորձում։ Նայում են ինտերնետում, ինչ ինֆորմացիաներ կա, գնում են դեղատան աշխատակցին են խնդրում ինչ որ մի դեղահաբեր իրենց տալ կամ իրենց ընկերոջն են հարցնում ինչ կարող ես ասել, ինչ խորհուրդ կարող ես տալ, եւ ցավոք սրտի խորացնում են խնդիրը, խնդիրները ավելացնում են, հիասթափություն է առաջանում, նոր դիմում են բժշկի։ Այնինչ բժշկին ժամանակին դիմելու պարագայում սեքսոլոգիական խնդիրները շատ էֆեկտիվ կարելի է բուժել։ Երկրորդ, այո, իրավացեք, շատ հաճախ տղամարդիկ իրենց տագնապը մարելու համար կամ որոշակի լարվածությունը քողարկելու համար ալկոհոլ են օգտագործում։ Պետք է ասել, որ քիչ քանակությամբ ալկոհոլը սկզբնական շրջանում կարող է ինչ-որ չափով թվացial դրական էֆեկտ տալ, բայց անկաշկան լինեն ավելի հաճ ֆիքսվել խնդրի վրա զուգընթաց, սկսում է այդ ալկոհոլի չափաբաժինը լինել անբավարար, այնուհետև ավելի մեծ չափաբաժիններ է պահանջում, իսկ ավելի մեծ չափաբաժին ալկոհոլը ունենում է ընդհակառակը արգելակող ազդեցություն։ Այդ թվացial դրական ազդեցությունը միայն սկզբնական պահին է դիտվում ալկոհոլի, որովհետև անհատի մոտ երբ որ կա տագնապ, լարվածություն, անհաջողության սպասման նևրոտիկ վիճակ, ալկոհոլը փոքրինչ կարող է մեղմել դա, սակայն դա բուժում չի եւ կեղծ դրական տպավորություն է թողնում, քանզի հետագայում ավելի մեծ չափաբաժիններ է պահանջում եւ կարող է անհատի մոտ առաջացնել կախվածություն ալկոհոլից, քանի որ միջև սեռական հարաբերությունն նա պետք է անպայման դա օգտագործի, նոր կարողանա ինչ-որ մի բան անել։ Իսկ մեծ քանակությամբ ալկոհոլը գիտենք, որ ճնշում է տեստոստերոնի սինթեզը եւ սեռական ֆունկցիայի համար ունի բացասական մեծ ազդեցություն։
Խոսենք նաև զուգընկերուհու մասին, որովհետև տեսեք, խոսեցինք, որ նույնիսկ կարող է զուգընկերուհու մոտ տպավորություն ստեղծել ոչ բավարար գրավչության մասին կամ այլ տարբեր համոզմունքներ ունենա նման իրավիճակներում, ինչքանով է կարևոր զուգընկերուհու հետ աշխատելը եւ արդյոք այստեղ, չգիտեմ, զույգային թերապիա, որտեղ շատ հաճախ իրոք տղամարդը փաստորեն մնում է միայնակ իր խնդրի հետ, ավելի անհարմար է զգում զուգընկերուհու հետ այդ մասին բաց խոսելը, ինչքանով եք դա կարևորում եւ ինչ խորտ կտակ, ինչու ոչ, բացի տղամարդկանց նաեւ զուգընկերուհիների նման դեպքում ինչպես վարվել։ Այո, միանշանակ սեքսուալ process-ը դա զույգային ֆունկցիա է եւ մարդու ֆունկցիաներից այն բացառիկն է, որը պահանջում է զույգային մոտեցում, որովհետև զուգընկերուհու պահվածքից, վարքագծից, էմոցիոնալ նախատրամադրող իրավիճակից բացառիկ մեծ կարևորություն եւ մեծ պայմանավորվածություն ունի տղամարդու թե ինչպեսի խանգարումներ կարող են առաջանալ կամ կանխվել։ Զուգընկերուհին բուժման ժամանակ ունի բացառիկ մեծ կարևորություն։ Ինչու՞, որովհետև նա կարող է մեզ օգնել բուժման process-ի ժամանակ բարձր էֆեկտիվություն ապահովելու տեսանկյունից, ինչպես նաև կարող է խանգարել անհատին իր ոչ գրագետ կամ ոչ ճիշտ պահելաձևով։ Ոստի անպայման մենք բուժման արդյունավետության բարձրացման համար մենք զույգային թերապիա ենք կիրառում եւ անպայման զուգընկերուհուն հրավիրում ենք։ Նույնը նաև հակառակ բարեկամ։ Եթե կա կնոջ մոտ սեքսուալ խանգարումներ, ապա մենք անպայման ամուսնուն ընդգրկում ենք process-ի մեջ։ Եվ այս խնդիրը զույգային մոտեցում ցուցաբերել է բարեկայում, մենք արձանագրում ենք շատ լավ արդյունավետություն։ Ինչպես ասեցիք, շատ հաճախ դիմում են ամենատարբեր միջոցների, հետո նոր գալիս են բժշկի մոտ։ Եթե կարելի է հակիրճ, իհարկե առանց դեղամիջոցներ նշելու կամ միջոցներ, ինչպես է բուժում առհասարակ, ինչից է բաղկացած, ինչու պետք է չվախենա, օրինակ, մեր հեռուստադիտողը ձեր պոտենցիալ բուժառուն առհասարակ բուժման process-ից նախ այդ ամոթի զգացողությունը չունենա, որ դա անհարմար է դիմել մասնագետի եւ ինչ ակնկալիքներ ունենա։ Ինչքանով է հաճախ բուժվում այս խնդիրը, թե երկարատև ուղղակի վերահսկվում կամ քողարկվում է։ Առաջինը իհարկե պացիենտների ամոթի զգացման հաղթահարման process-ը իրոք կարևոր էտապ է, փուլ է։ Այդ որոշումը, որ կայացնում է անհատը դիմելու սեքսոլոգիական բուժման, չափազանց կարևոր է։ Տեսեք, սեքսոլոգիական բուժման պարագայում մենք առաջի հերթին մենք խորհրդատվության ժամանակ մանրակերկիտ վերլուծում ենք իրավիճակը, հասկանում ենք ինչպիսի պատճառական գործոններ են դերակատարություն ունեցել, ինչպիսի պաթոգենետիկ մեխանիզմով է զարգացել խնդիրը։ Եվ անպատճառ բուժումը մենք իրականացնում ենք համալիր, օգտագործելով ինչպես դեղորայքային ժամանակակից դեղորայքային բուժում, որոնք շատ արդյունավետ են եւ հենց ներկայիս վերջին սերնդի դեղորայքները, որոնք որ ստեղծվել են վարժամ սենյակի բուժման համար, նրա կարգավորման համար մենք կիրառում ենք եւ հասանելի է։ Ինչպես նաև հոգեթերապևտիկ մեթոդների կիրառում, այսինքն բուժումը համալիր իրականացնելու պարագայում մենք ստանում ենք լավ արդյունավետություն։ Հիմա հաջորդ քայլը ամրապնդել այդ էֆեկտը, այսինքն անհատի մոտ ներշնչել եւ կարգավորել եւ համոզել ինքն իրեն իր մտածողությանը, որ դա արդեն ամրապնդված էֆեկտ է։ Սա շատ կարևոր է։ Եվ երրորդ ամենակարևորը հասնել այդ ֆունկցիոնալ լավ մարզավիճակի, սեքսոլոգիական ֆունկցիայի համար դա շատ կարևոր է, որովհետեւ ինքը արդեն շարունակական դա ամրապնդի եւ շարունակի։ Լուծվի եւ պահպանվի եւ գտնվեն լավ մարզավիճակում, ինչպես դուք ասացիք, շատ լավ։ Կա այսպիսի կարծիք, որ հիմնականում ավելի տարեց մարդիկ են ունենում առհասարակ սեռական խնդիրներ, արդյոք դա այդպես է եւ մասնավորապես վաղաժամ սերմնաժայթքումը սպառնում է միայն հասակով մարդկանց, թե դուք նկատում եք միտում նաեւ երիտասարդների շրջանում։ Հենց վաղաժամ սերմնաժայթքում ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ, որոնք ունեն ավելի քիչ սեռական կյանքի կենսափորձ եւ ժամանակի ընթացքում տարիքի հետ կապված հնարավոր է որոշակի կարգավորում այս խնդրի եւ ավելի դյուրին է լինում խնդրի կարգավորումը պայմանավորված իրենց սեռական կյանքի փորձի կուտակմամբ եւ այդ հմտության հարաբերության տևողության վերահսկման հմտության ձևավորմամբ։ Շատ հետաքրքիր է։ Եթե կարելի է խոսենք նաև այսպես բնորոշ կերտվածքի, խառնվածքի մասին, ինչպիսին են հիմնականում այն տղամարդիկ, ովքեր ունեն վաղաժամ սերմնաժայթքում, որտեղ ինչու ոչ այստեղ եւս կարող է արատավոր կապված լինել, կամ ինչու ոչ այս խառնվածքի մարդիկ ավելի հակված են ունենալ նման խնդիր, եթե կա նման կապ, խնդրեմ մեկնաբանեք ինչ կապ։ Այո, հետաքրքիր օրինաչափություն, անձի հոգեկերտվածքը ունի հետեւյալ առանձնահատկություն, այն անձինք, որոնք որ հակված են վաղաժամ սերմնաժայթքման, իրենք ունեն հետաքրքիր առանձնահատկություններ եւ սա մեր երկարատև գործունեության ընթացքում մենք կարողացել ենք վերհանել եւ ուսումնասիրել։ Այդպիսի տղամարդիկ շատ հաճախ նաեւ արագ ուտում են
շտապողականություն են ցուցաբերում նաև իրենց ընդհանուր գործունեության մեջ աշխատանքային process-ում, խոսելիս նույնիսկ, այսինքն դա գլոբալ իմաստով անձի հոգեկերտվածքի այդ մի հետաքրքիր առանձնահատկություն է եւ դա անձին տրամադրում է ավելի վաղաժամ սերմնաջայթման։ Պետք է ասել, որ ընդհանուր բնության մեջ տղամարդու մոտ հակվածություն կա ավելի վաղաժամ սերմնաջայթման, որտեղ այդ անհատներն են արու առանձնյակները, եթե բնության օրենքներով վերցնենք, իրենք ավելի շուտ կարող են սերունդ թողնել։ Սակայն քանի որ մարդկային փոխհարաբերություններում առավել շատ սեռական կյանքով ապրում են ոչ թե ռեպրոդուկտիվ խնդիր լուծելու, այսինքն սերունդի շարունակման համար, այլ հոգեսեքսուալ բավարարություն ստանալու համար։ Ուստի այդ ժամանակահատվածը մենք փորձում ենք բուժել, կարգավորել, տևողություն երկարացնել, որպեսզի ավելի մաքսիմալ հաճույք ստանան զույգերը եւ սեռական կյանքը պարգևի մաքսիմալ հոգեսեքսուալ բավարարություն երկու կողմերին։ Հետաքրքիր է, ստացվում է մի քիչ արհեստականորեն ձգվում է այդ փուլը, դեմ գնալով, որպեսզի նաեւ հասկացած ես, որպեսզի նաեւ այո, երկուստեք բավարարվածություն ստանան երկու կողմերն էլ։ Նաեւ վերջում ամփոփելով թեման, շատ կարեւոր թեմա է, ուզում եմ խոսենք այն մասին, եթե կան առանձնակի ռիսկի գործոններ, էլի սովորությունից սկսած, սխալ մոտեցումներից եւ առհասարակ այն վնասակար սովորությունից, որոնք կարող են բերել վաղաժամ սերմնաջայթմանը, որը կարող են մեր հեռուստադիտողները լսել եւ օրինակ խուսափել, եթե դրանք կառավարելի գործոններ են։ Այո, որոշ գործոններ կան, այո, ռիսկային ֆակտորներ կան, որոնք որ կարելի է կանխարգելել, կառավարելով դրանք կամ նվազագույնի հասցնել։ Սա իհարկե պորնոգրաֆիկ ֆիլմերից կամ գրականությունից կախյալությունն է, որը որոշակորեն բացասական ազդեցություն է գործում եւ ժամանակի ընթացքում հանգեցնում է այլ հարաբերության ընթացքում սեռական ֆունկցիայի խանգարման։ Դա դրսևորում է եւ էրեկցիայի խանգարմամբ, եւ սերմնաջայթման process-ի խանգարմամբ, ինչպես ընդ որում երկու տարատեսակն էլ առաջանում է, ինչպես կարող է հանգեցնել, եթե անհատի մոտ գումարվում է նաև ակնապայնությունը, որը գալիս է սեռական կյանքի փորձ չունենալուց, դա հանգեցնում է վաղաժամ սերմնաջայթման։ Իսկ եթե հաճախ չարաշահվել է մաստուրբացիայի գործունեությունը եւ պորնոգրաֆիկ ֆիլմերի դիտելը, դա հանգեցնում է ուշացած սերմնաջայթման կամ սերմնաջայթման անհնարինության, ինչը այն մյուս ծայրահեղ տարբերակն է այդ ֆունկցիայի խանգարման, որը նույնպես խնդրահարույց է եւ կարող է երիտասարդների մոտ եւ երիտասարդ զույգերի մոտ պատճառ հանդիսանալ անպտղության։ Այս դեպքում խորհուրդը ուղղակի չդիտելն է, թե ինչ որ չափավոր քանակով, միգուցե շատերի համար դա սեռակրթության ինչ որ միջոց է, կա այստեղ ինչ որ նորմա, որ թույլատրվում է մասնագետի կողմից կարող են բարձրաձայնել։ Ըստ էության որոշակի նորմաներ գոյություն ունեն, շատ ինդիվիդուալ է այս հարցը։ Ցանկալի է, որպեսզի այս գործունեությունը չդառնա կախյալություն։ Երբ որ ինքը արդեն դոմինանտ կախյալության կոնտեքստ է ձեռք բերում, այն խոչընդոտում է արդեն դասական հարաբերությունների խոչընդոտմանը։ Էլ ինչ սովորույթներ ու գործոններ կան, որ կնշեք։ Ցավոք սրտի ես պետք է արձանագրեմ, որ մեր երիտասարդների մոտ սկսել են շատանալ նաև ալկոհոլի չարաշահումը եւ ծխախոտի օգտագործումը, չափազանց մեծ չափերի է դա հասել եւ ամենայն ազնվությամբ ես պացիենտները, որոնք դիմում են այդ խնդրով, առաջին հերթին դնում եմ այդ վնասակար սովորույթներից խուսափելը, նոր որ մենք թերապիան սկսենք բուժումը, որովհետև դա ունի չափազանց մեծ բացասական նշանակություն։ Ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է տեստոստերոնի ֆունկցիայի խանգարմանը, փոխանակության խանգարմանը եւ հորմոնի նվազմանը, ինչպես նաեւ ծխախոտի օգտագործումը բերում է էրեկցիալ դիսֆունկցիայի եւ վաղաժամ սերմնաջայթման որոշակի փուլերի առաջացմանը։ Եվս մի կարևոր այս հարցը կամ համոզմունքը շատ է շահարկում կանանց շրջանում, կարծում եմ դոկտոր Հակոբյան դուք շատ եք լսում, որ եթե կինը երկար ժամանակ սեռական ակտիվությունով չի ապրում եւ չունի զուգընկեր, ապա իր մոտ գինեկոլոգիական հիվանդությունները ավելի հաճախ են հանդիպում, հա, այսպեսի միտում միֆ կա։ Ես կուզենայի, որ նույնը ասենք նաեւ տղամարդկանց, ինչպես դուք նշեցիք, եթե ոչ ռեգուլյար սեռական կյանքով է ապրում տղամարդը կամ երկարատև դադար ունի, արդյոք դա կարող է բերել օրինակ վաղաժամ սերմնաջայթման։ Այո, տղամարդկանց պարագայում դա առավել հատկանշական է, առավել, որովհետև տղամարդը ինքը իր տղամարդու սեքսուալությունը ինքը սոմատիզացված է, ավելի մարմնականացված է եւ անկախ տարիքային բոլոր խմբերում իրեն պահանջում է ռեգուլյար սեռական կյանք, կանոնավոր սեռական կյանք։ Սեռական կյանքի երկարատև բացակայությունը, abstinent շրջանները տղամարդու մոտ կարող են հարուցել որոշակի խնդիրներ, շագանակագեղձի խնդիրներ, կանգային երևույթներ կոնքի խոռոչի օրգաններում, ինչպես նաեւ այն անմիջականորեն հանգեցնում է արդեն սեքսուալ ֆունկցիայի ապամարզվածության
առողջության, որը կարող է պատճառ հանդիսանալ արդեն վաղաժամ սերմնաժայթքման։ Այո։ Ուստի տղամարդկանց պարագայում կանոնավոր եւ առողջ սեռական կյանքը ավելի շատ կարեւոր նշանակություն ունի եւ շատ մեծ կանխարգելիչ նշանակություն հետագայում նաեւ շագանակեղծի քաղցկեղի առաջացման տեսանկյունից ապացուցված է, որ տղամարդիկ, որոնք որ ունենում են ռեգուլյար սեռական կյանք, նրանց մոտ շագանակեղծի քաղցկեղի հավանականությունը առավել ցածր է։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր թեմայի եւ բարձաբանումների համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք տղամարդկանց շրջանում ամենատարածված սեռական խանգարումներից մեկի վաղաժամ սերմնաժայթքման մասին, խոսեցինք ինչպիսին են հիմնական ռիսկի գործոնները եւ ինչպես վարվել, ինչքանով կարեւոր է այստեղ թե հոգեհուզական խանգարումները, թե խառնվածքը, թե առհասարակ վատ սովորությունները։ Հուսամ, որ այս հատվածը ձեզ համար հետաքրքիր է, իսկ մենք շարժվենք առաջ։